Երևանի հաղթանակ թաղամասում մարդիկ դեռ փորձում են հասկանալ, թե ինչպես կարելի է շան հարցով սկսված վեճն ավարտել երիտասարդ կնոջ ողբերգական մահով եւ նրա երկամյա երեխայի կյանքին սպառնացող վտանգով։ Շան վրա էրթի ենթարկելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում հաղթանակ թաղամասի բնակիչներից մեկը դիմել է հիվանդանոց, ներքին գործերի նախարարությունը հաստատեց։ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկելով օպերատիվ հետախուզական միջոցառումներ պարզել են, որ շանը վրաերթի ենթարկելու հարցի շուրջ մի խումբ անձինք, այդ թվում հիվանդանոց դիմաց տղամարդը Երևանի հաղթանակ թաղամասում պարզաբանումներ են արել, որը վերածվել է ծեծկռտուքի։ Վիճաբանությունից հետո մասնակիցները ավտոմեքենաներով հետապնդել են իրար։ Այդ ընթացքում BMW մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջն ու նրա երկամյա որդուն։ Կինը տեղում մահացել է, իսկ տղան հոսպիտալացվել։ Բան չեմ լսել, պրոստը Facebook-ով նայեցի, կարդացի, այդքան մի բան, ոչ չեմ ճանաչում։ Ինչ որ շուն են գցել տակը, հետո դրանից հետո ինչ միջադեպանեց, չգիտեմ։ Ազնիվ խոսք։ Բայց լսել եմ, որ տես բան եղել է։ Դժբախտ պատահարի զոհ դարձած կնոջը հաղթանակ թաղամասի բնակիչները գրեթե չէին ճանաչում։ Պատմում են, կարծես վարձով էր բնակվում եւ հավանաբար 4 երեխա ուներ։ Մամուլը կարդացել եմ, ինչ որ այտենց իրիկունն ա եղել ժամի 9-ի մոտերը, բայց ով ա եղել չիմանում։ Գիտեմ, որ ունի 4 երեխա, այդ եմ տեղեկացված 42 տարեկան կին ա, իր տղան էլ 2 տարեկան, ինչ-որ տղա ա եղել։ Տղաները իրար ծեծել են, ինչ են արել, այդ մասին տեղեկացված եմ։ Այստեղ էլ ա ինչ-որ այտենց կռիվը շարունակվել, էլի։ Հաղթանակ թաղամասի բնակիչները դեռ փորձում են հասկանալ, թե ինչպես ընդամենը շանն առնչվող վեճը մարդկային կորստով ավարտվեց, ուշքի չեն գալիս, շոկի մեջ են։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվականի համար։